Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 18։ Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզանից վախենան։ Սաղմոս 130-րդ գլուխ 4-րդ խոսք։ Զգայուն սիրտը ներման նշան է, երբ մեղքը դժգոհություն է առաջացնում, քանի որ այն Աստծուն տհաճ է։ Ինչպիսի արցունքների հեղեղներ է թափել Մարիամ Մագդաղենացին իր ներումից հետո։ Աստծո հանդեպ սերը ինչպես մեղմ կրակ հալեցնում է հոգին։ Սիրուց ծնված արցունքները միշտ ուղեկցվում են ներողամիտ ողորմությամբ։ Աստծո ողորմածությունն առաջին հերթին մեր մեջ տրտմություն է արթնացնում։ Անհնար է, որ ողորմված սիրտը ներողամտություն ընդունի չոր աչքերով։ Դա նվազագույնն է, որը նա հնարավոր է համարում։ Կարծես ինչպես Մարիամ Մագդաղենացին լվանում է Քրիստոսի ոտքերը իր արցունքներով, երբ ինքն արդեն լվացվել է նրա արյամբ։ Մարդը չի կարողանում բավականաչափ ատել այն մեղքը, որի համար Աստված ողորմությամբ ներել է իրեն։ Ներումը նման է գարնան ջերմությանը։ Այն դուրս է բերում ծառի հյութը և հոգու արտասունքները, որոնք այլապես հազիվ թե շարժվեին։ Եթե Աստված ձեզ ապաշխարություն է տվել, ապա վստահ եղեք, որ նա նաև ներում է տվել, որովհետև եթե նա մտադիր չլիներ տալու մեկը, երբեք չէր տա մյուսը։ Ով որ ճանաչել է մեղքի դառնությունը և ներման շնորհը, այլևս չի կարող անմիտորեն ընկնել այդ նույն մեղքի մեջ։ Ներված մարդը երբեք չի վտանգի այն, ինչ նոր է գտել։ Աստծուց ստացված ներումը մարդու մեջ երկյուղածություն է ծնում։ Դա նաև նշան է, որ մենք իսկապես ապաշխարել ենք և ներում ստացել, եթե ապաշխարությունից ու աղոթքներից հետո տեսնում ենք, որ ատելությունը մեղքի նկատմամբ աճում է, հատկապես այն մեղքի նկատմամբ, որի մեջ առաջ ապրում էինք։